Երբ Լուսինը և Նեպտունը միանան երկնքում 2025 թվականի հունիսի 5-ին սկսվում է հատուկ տիեզերական շրջան, դարպաս դեպի խորը հուզական ազատագրում և հոգու վերածնունդ։ Կենդանակերպի 3 նշանների համար սա ոչ միայն նոր աստղագուշական ցիկլ է, այլև իսկապես սրբազան հնարավորություն թոթափելու հին ցավի և մշուշոտ զգացմունքների բեռը։ Լուսնի և Նեպտունի հակադրությունը պարզություն է բերում այնտեղ, որտեղ անորոշություն կար, խաղաղություն այնտեղ, որտեղ ներքին ցավ կար, և ամենակարևորը՝ սեփական էության հետ կապի վերականգնում։ Երբ մարդը երկար ժամանակ կրել է անցյալի բեռը կամ թափառել է մտավոր մշուշի լաբիրինթոսներում, այսօրը դառնում է իրական բուժման մեկնարկային կետը։ Դա պարզապես թեթևության զգացում չէ, դա գիտակցումն է, որ այլևս ոչինչ ձեզ հետ չի պահում։ Զգացմունքային մշուշը ցրվում է և իրական ցանկությունները ի հայտ են գալիս հորիզոնում, աննախադեպ պարզությամբ բացելով առաջ շարժվելու ճանապարհը։ Այս տարանցումը ոչ միայն վերացնում է տխրությունը, այլև սովորեցնում է, որ տխրությունը չի սահմանում մարդուն և հիշեցնում է այն էներգիայի մասին, որը մարդը վերականգնում է, երբ թողնում է անցյալը։ Հենց այս 3 կենդանակերպի նշանների համար է, որ տիեզերքն այժմ դառնում է հուսալի հենարան խավարից դուրս գալու ճանապարհին դեպի ուրախություն, ինքնաճանաչում և ներքին ներդաշնակություն։ Գալիս է պայծառ գլուխ և եկել է նոր երջանկության ժամանակը։ Խեցգետիններ։ Հունիսի 5-ը իսկական շրջադարձային օր է խեցգետնի համար։ Սա այն պահն է, երբ դու դադարում ես սպասել փոթորկի ավարտին և հասկանում ես, որ դու ես քո հովանոցը բռնողը։ Մի շարք հուզական փոթորիկներից հետո վերջապես հայտնվում է երկար սպասված պարզությունը լույսի շող ամպերի միջով։ Այս ճանապարհը հեշտ չէր։ Կուտակվել էր շատ ցավ և անորոշություն, բայց այսօր ներսում փոփոխություն է տեղի ունենում։ Բուժումը ցավը մոռանալու մեջ չէ, այլ դրա մեջ այլևս չապրելը։ Ցավը ձևավորեց բնավորություն, բայց չդարձավ էություն։ Ձեր ներսում աճում է ձեր ավելի հանգիստ, ավելի հավասարակշռված տարբերակը և հիմա ժամանակն է դրան դիմակայել։ Թող անցյալը մնա այնտեղ, որտեղ պետք է լինի։ Հավատացեք ձեր ուժերին, ձեր սեփական դիմացկունությանը։ Վստահիր ինքդ քեզ։ Դու արդեն անցել ես ամենադժվար գլուխներով, հիմա ժամանակն է գրել այն գլուխը, որտեղից գալիս է իսկական ազատությունը։ Կարիճներ։ Լուսնի և Նեպտունի հակադրությունը շոշափում է կարիճի հոգուխորքը, կարծես անհրաժեշտ ներքին ակորդ հնչեր։ Ներսում ամեն ինչ կենդանանում է։ Հանգիստ, բայց հստակ գիտակցում։ Տխրությունը քեզ հետ է եղել չափազանց երկար ժամանակ, և հիմա հոգին ազատագրում է պահանջում։ Այն, ինչ մի ժամանակ ծանոթ էր թվում, այժմ բեռ է թվում։ Դու սկսում ես տեսնել հին վերքերի մշուշի միջով մթության մեջ պատված հին պատմություններից այն կողմ։ Տխրությունը, որը մի ժամանակ ամեն ինչ ընդգրկում էր, այլևս ծանոթ ապաստան չէր։ Դու անցյալի գերին չես և երբեք էլ չես եղել։ Սա զարթոնքի պահ է, շարժման մեջ վերածնունդ։ Լույսը դանդաղորեն վերադառնում է, իր հետ բերելով պարզություն, ուժ և նոր նպատակ։ Բուժման ճանապարհը շարունակվում է, բայց հիմա այն բաց է ուրախության և նոր իմաստի համար։ Թող ստվերները մարեն, դու պատրաստ ես ավելի բարձրանալ։ Ձկներ։ Լուսին-Նեպտուն հակադրությունը ձկների համար նուրբ, բայց հզոր տեղաշարժ է հրաժեշտ հին գլխին։ Այստեղ իրականությունից փախուս չկա, միայն արթնացում։ Դու անցար խավարի միջով, տեղ տվեցիր քո վերքերին, թույլ տվեցիր, որ ուրախությունը դառնա քո կյանքի մի մասը, դրա վրա շատ էներգիա ծախսելով։ Երկար ժամանակ տխրությունը ինքնության մի մասն էր կազմում, ազդելով ձեր ներքին կապերի և այն բանի վրա, թե ինչպես են ուրիշները ընկալում ձեզ։ Դա մի թիկնոց էր, որը աննկատելիորեն չափազանց ծանր էր դարձել, բայց այսօր ձեր առջև հայելի է հայտնվում և դրա մեջ արտացոլանքն այլևս այն չէ, ինչ նախկինում էր։ Սա շրջադարձային պահ է ձկների համար, հոգևոր հրավեր թողնելու այն, ինչը երկար ժամանակ ծանրաբեռնել է ձեզ և տարածք բացելու ավելի թեթև բանի համար, պարզության համար, աշխարհի համար։ Դուք պատվել եք ձեր վիշտը և հիմա ժամանակն է երախտագիտությամբ ազատվել դրանից։ Առջևում անհայտ ոչինչ չկա, կա մեկը, ով վաղուց սպասել է իր պահին, մակերեսի տակ, պատրաստ է ապրել հեշտությամբ, ուրախությամբ և նոր իմաստով։ Ասա հրաժեշտ այն բանին, ինչը այլևս չի համապատասխանում, բացվում է ավելի թեթև, մեղմ գլուխ։ Թող ամեն օր ձեզ ավելի խորը տանի դեպի կախարդանքի և ինքնաճանաչողության աշխարհ։ Բացեք նոր հորիզոններ, ձեր հոգին արժանի է երջանկության։